Եկեք ես կողմ։ Բայց հիմա այնտեղ ինչ է կատարվում։ Այնտեղ ոչ մի բան չի կատարվում։ Բախում չկա։ Չէ, այնտեղ բախում չկա։ Ինչ վերման ենթարկվածներ։ Վերման ենթարկվածներ ասպահի դրությամբ չկա, բայց կան ոստիկաններ, որոնց վնասվածքներ ունեն։ Իրավիճակը ինչքան է Ինչ իրավիճակ, ինչ տարածք։ Թաղի կողմից եղած իրավիճակը բախումներ Ես այդ հարցերին էսպայի վրա էսպային չեմ կարող անդրադառնալ։ Պարոն Կապիտան, քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ չկան։ Ոչ։ ձերբակալություններ։ Ինչ ժամի է եղել, ինչ ժամի է եղել այդ ամենը։ Այդ երևի թե մի 2 ժամ-ժամուկես առաջ։ Երբ որ որոշ պրովոկատորներ լարվածություն էին ստեղծում, այդ ժամանակ իհարկե կարող եմ։ Ես ժողովրդի հետ աշխատող ոստիկաններից եմ, որ կուզեմ հանգիստ ելնեն, sense լարվածություն չլինի։ Այստեղ է եկել ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Ավելի ուշ կարող ենք նորից փորձել։ Իրավունք չունեք։ Ասում է, որ Նիկոլ Փաշինյանը կասի Էլինար Վարդանյանին թույլ չեն տալիս ներս մտնել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցներին փոխանցում է այն, ինչ լսեցի քիչ առաջ։ Հետևյալն է, որ երբ որ Ուրեմն իրավիճակը հետևյալն է։ Իրականում երբ որ Վարուժան Ավետիսյանը մի րոպե սպասեք, ես հա կազմակերպենք։ Ժորժ ջան, 2 քայլ եկեք հետ գնանք, հա։ Ժորժ ջան, 2 քայլ հետ։ Մենակ կամած զգուշ մարդկանց վնաս չտա։ Ժորժ, ուրեմն տեսեք ինչ է տեղի ունեցել, փաստորեն երբ որ ես Վարուժան Ավետիսյանի հետ խոսել եմ եւ նա ասել է, որ մենք ողջունում ենք։ Էսա միկրոֆոնով էլ այն մեգաֆոնը չկա։ Բարձրախոսը մոտ է տղաներ։ Բարձրախոսը ուր է։ Հա, երբ որ Վարուժան Ավետիսյանը ասում էր, որ իրենք կրակելով ողջունում են ժողովրդին, մենք մտածում ենք, որ խոսքը էստեղի ժողովրդի մասին է, իրականում խոսքը էստեղի ժողովրդի մասին չի եղել։ Բազմա Սարիթաղի մի խումբ բնակիչներ հավաքված, ենթադրում եմ, երթով իջել են դեպի պահպանվող տարածք մյուս կողմից, ոստիկանները նրանց թույլ չեն տվել, որ նրանք անցնեն այդ պահպանվող տարածքը, որից հետո քաղաքացիները փորձել են ճեղքել եւ անցնել։ Արդյունքում ինչքանով ես էլի ասում եմ, անձամբ չեմ տեսել, այս պաշտոնական արդեն ինֆորմացիան է, որից հետո քաղաքացիները քարեր են նետել կամ այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, արդյունքում ինձ ասացին, որ 4 ոստիկան վնասվածք է ստացել, դրանք հրազենային վնասվածք չեն, այլ քարով Փաշինյան 4 թե 3 ասացիք։ նոր պարզվեց, որ 4, նոր պարզվեց, այս վերջին պահին ճշտեց, որ 4 է, այսինքն իրավիճակը այդպիսին է, այսինքն այն քաղաքացիները, ովքեր որ տեսել էին վիրավոր ոստիկաններ շտապօգնության մեքենայի մեջ, իրականում ճիշտ էին տեսել, ես ուզում եմ նաև ներողություն խնդրել, որ բայց ամեն դեպքում այդպիսի տեղեկությունները ավելի լավ է 5 րոպե, 10 րոպե ուշ հրապարակել ճիշտ լինի, քան թե 10 րոպե շուտ հրապարակենք, սխալ դուրս գա եւ ոչ ցանկալի հետևանքներ բերի։ Այսինքն ըստ էության ստացվում է հետեւյալը, որ բացի այստեղից պաստորեն ինչ վիճակ է ստանում, Սարիթաղի ժողովուրդը այս իրավիճակում ըստ էության բլոկադայի մեջ են եւ նրանք վերևից ցանկացել են, որ բան անեն։ Պարոն Փաշինյան, վերման ենթարկվածներ կան քաղաքացիներից, որտեղ Ես չունեմ, իրանք ասում Հարցի հետ ինչ-որ բան։ ում հետ։ Սննդի հետ կապված ինչ-որ քննարկում եղավ, որ տղաներին սնունդ չի հասնում։ Ինչը չի անցնում։ Ես եթե թույլ կտակ առաջիկա մի ժամվա ընթացքում Վարուժան Ավետիսյանի հետ կխոսեմ, այդ հարցը կճշտեմ։ Պարոն լրատվամիջոցների ներկայացուցիչները չէ, որ նրանք էլ ձեզ հետ միասին մտան, թույլ չտվեցին։ Չէ, կեսից բան արին։ Ժողովրդից ձերբակալվածներ կան այդ։ Ես համարձակություն չեմ վերցնի իմ վրա ասեմ այո կամ ոչ, ոստիկանության ներկայացուցիչներից մեկը ասեց էսպայի դրությամբ ոչ։ Քաղաքացիներից մեկը ահազանգեց, որ Միքայել Նազարյանին վերման են ենթարկել 1 ժամ առաջ Սարիթաղի տարածքից։ Դե ուրեմն ես դրա համար եմ ասում, Աշոտ Կարապետյանը ասեց, որ չկա բերման ենթարկված, բայց էլի եմ ասում, ես չեմ բանանի այդ տեղեկությունը հաստատված չեմ համարի, մանավանդ որ դուք ուրիշ
բանակցությունների մասին բան։ Կալվածների մասին լուրեր կան, դեպքում են այդ հավաստիությունը ճիշտ ասած։ Դե Ժորժ ջան, այդ լուրերը պետքա ստուգել, վերստուգել, նոր հետո հրապարակել։ Բաշխին ասում են, որ ԱԱԾ-ն ինչ-որ առաջարկ կա ներկայացրել այստեղ։ Ես այդ ամեն ինչից տեղյակ չեմ անկեղծ ասած։ Իսկ Սարայթյանի բնակիչներին ուժով են ցրել, ինչպես է տեղի ունեցել, բացատրեցին, պատմեցին։ Այնտեղ մնացածը չգիտեմ, որովհետև Չէ՞, հետաքրքրվել, եթե ոստիկանների շրջանում վիրավորներ կան, ուրեմն քաղաքացիների շրջանում էլ կլինեն բերման ենթարկվածներ, ումից պիտի ճշտեք։ Դե հիմա երբ որ այս զրույցը ավարտենք, արդեն կսկսենք ճշտել։ Եվ ասացիք բնակիչները բլոկադայի մեջ են, այսինքն տանապես չեն կարողանում դուրս գալ ներսանել։ Ես անկեղծ ասած աշխարհագրությունը լավ չեմ պատկերացնում, Սարիթաղի հիմնական ճանապարհն է սա, բայց ինչքան գիտեմ Արեշի կողմից էլ ճանապարհ կա։ Մասերի կողմից կա։ Այն մյուս կողմից էլ կա մի քիչ երկար ճանապարհը, բայց Չկար որ ջուրը, գազի եւ էլեկտրականությունը երեկոյան անջատվել է, կարող է դա պատճառ լինի ժողովրդի չեմ կարող ասել հիմա ճիշտ կլինի կարծում եմ որ Փաշնա եւ լուրեր են պատտվում, որ ներքին խժդժություններ կան խմբի մեջ։ Դուք տեղյակ եք դրանից։ այդպես տեղեկություններ ես չունեմ։ Ես կարծում եմ այս պայն ամենաճիշտ Դու մենակ լսի։ ամենաճիշտը այն կլինի, որ հիմա ինձ հնարավորություն տակ, որ ձեզ բացացրած բոլոր հարցերը փորձեմ ճշտեմ եւ կամ Այդ ցավը տանեմ։ Սրանց վերջնի սմենափող են անում։ Մեր տղեկին չէ տան սմենափող։ Իջեմ։ Ոսի սրանք կարան նրանք։ Հետո թողեն ուտա։ Ոսրանք վերջնի սմենափող են։ Մի վարքյան գարիկ խճճվեց էս։ Հիմա այնինչ Նիկոլ Փաշինյանը հայտնեց լրագրողներին, բարձրախոսով հայտնելու է նաև այստեղ հավաքված քաղաքացիներին։ Արի ոստիկան։ Բայց մեր մետր հեռետանք նոր ասում են։ Ես եկել եմ։ Խոսակը լսեք էլի Ներողություն։ լրագրողների մոտ հայտարարեցի ես հնարավորություն տրվեց պատնեշից ոստիկանական ներս մտա ուրեմն մի փոքր թյուրիմացություն ա եղել որ ես ուզում եմ այսինքն փոքր չէ թյուրիմացություն ա եղել որ ես ուզում եմ ճշտել ախր սրանով մեկը հնարավորություն չի լինի որ բոլորը լսեն էլի Խնդիրը հետևյալն է, երբ որ ես հայտարարեցի, որ Վարուժան Ավետիսյանը ասում է, որ կրակոցներով իրանք ողջունում են ժողովրդին եւ նրա դեմ տեղի ունեցող բռնությունը, մենք մտածում ենք, որ խոսքը այստեղ հավաքված ժողովրդի մասին է եւ ազատության հրապարակում Երևանի տարբեր մասերում, բայց իրականում ինչ է պարզվում։ Պարզվում է, որ Սարիթաղից մի խումբ բնակիչներ երթով շարժվել են դեպի այդ պահակապարեկային ծառայության գնդի մոտակայքը, այսինքն հսկվող տարածք, եւ փորձել են անցնել են ոստիկանական պատնեշը եւ Մի րոպե, ժողովուրդ, մի րոպե։ Ոստիկանները նրանց թույլ չեն տվել անցնել, որից հետո նրանք քարեր են նետել եւ այլն տարբեր առարկաներ ոստիկանների վրա։ Ժողովուրդ, մի րոպե։
Ժողովուրդ չեղավ, մի րոպե, էլ իրար ճիշտ հասկանը։ Ու նախնական տվյալներով 4 ոստիկան վիրավոր գտնվում է հիվանդանոցում։ Ժողովուրդ, լավ չեղավ, ժողովուրդ չեղավ։ Մի րոպե։ Բայց եկեք հասկանում եմ ես ամեն ինչ, բայց պետքա բան անեմ։ Հիմա խնդիրն է նա, որ այնտեղ պաստորեն լարվածության ուրիշ օջախ կա, եւ հիմա ուղղակի խնդիրը հետեւյալն է, ես պաստորեն 4 վիրավոր, 3 վիրավոր ոստիկանի մասին տեղեկությունը ճիշտ էր, բայց ես ոչ հրազենային, այսինքն դա իրականում այն մասը, որ դա Ավետիսյանենց Սասնա ծռեր խմբի կրակոցների հետ կապ չունեն վիրավորները, դա ճիշտ էր, բայց պարզվեց ուրիշ միջադեպ ա եղել, որի արդյունքում կան վիրավորներ նախնական էլի տվյալները, հիմա որովհետև իրավիճակը շատ խառն է, ժողովուրդ ջան, խնդրում եմ հաշվի առնել, որ ինչ որ ասում եք նախնական տվյալներին հաջորդ պահին կարա այդ ինֆորմացիան որևէ, այսինքն այդ քարերից եւ այլնից որևէ տենց վնասված կա տեղ ունեցել։ Հիմա պաշտոնապես ասում են, որ բերման ենթարկված չկա, բայց հիմա տեղեկություն ստացանք, որ կան։ Հիմա ես հետևյալը կանեմ ձեր բոլորի թույլտվությամբ, ես հիմա այս մեգաֆոնը կթողեմ, ես տարածքից կհեռանամ բոլոր այն լուրերը, որովհետև այստեղ ինտերնետի պրոբլեմ էլ կա, կապի խնդիր կա իրականում, եւ ես կփորձեմ այս տեղեկությունները ավելի ամբողջական ճշտել եւ գալ վերադառնալ ձեզ ամբողջական տեղեկություն տալ ձեր բարձրացրած բոլոր հարցերի մասին։ Ես այս պահին ուղղակի ուզում եմ ներողություն խնդրել, որ այն քաղաքացիներից, ովքեր պնդում էին, որ վիրավորներ կա, բայց ամեն դեպքում այդպիսի լուրերը ավելի լավ 10 րոպե ուշ լինի, բայց հաստատված լինի, ճիշտ լինի, քան թե 10 րոպե շուտ լինի, սխալ լինի եւ անցանկալի հետևանքների բերի։ Ես էլի ուզում եմ ձեզ կոչ անել, սիրելի քաղաքացիներ, ուզում եմ ձեզ կոչ անել, իրավիճակը առանց այն լարված է ոչ միայն այս տարածքում, այլև ողջ հանրապետությունում, ես ձեզ ուզում եմ խնդրել կոչ անել, որ ցուցաբերել զսպվածություն, սադրանք չճշտված լուրերը չտարածել, էլի եմ ասում, եթե կպարզվի 10 րոպե հետո այդ տեղեկությունները ճիշտ են, այդ տեղեկությունները 10 րոպե հետո հաստատենք, հա? Ռուսների պահը ճիշտ է։ Ինչ պահա որ։ Ժողովուրդ ջան, էլի ես ձեզ կոչ եմ անում, քանի դեռ մենք ստույգ չունենք, մեկը ոչ մի բան գաղտնի չի մնա։ Քանի ստույգ տեղեկություն չունենք, էլի եմ ասում, ճշտի հետ կարան 1000 հատ սուտ տեղեկություն սղացնեն, հա? Ստեղ խնդրում եմ, որպեսզի տեսեք ինչ եմ ասում, դուք շատ ճիշտ հարց բարձրացրիք, որպեսզի իմ հեռանալու արդյունքում, ես պետք է կարծում եմ, դուք էլ համաձայն կլինեք, որ ճիշտ կլինի, որ ես ճշտեմ տեղեկությունը, որովհետև մենք կեսից այնուամենայնիվ հետ եկանք, որպեսզի իմ գնալուց հետո այստեղ սադրանքներ խնդրում եմ չլինեն, խնդրում եմ, շատ զսպացոց, մենք բոլորս գիտենք, բոլորս լարված ենք, եթե ուրիշ կողմից կլինեն սադրանքներ, ինչ-որ կասկածելի մարդկանց կողմից, խնդրում եմ դուք ոչ մեկին պետք չի սատկացնել, խնդրում եմ դուք ինքներդ կասեցրեք, այստեղ բավարար թվով գիտակից քաղաքացիներ կան, որպեսզի ինչ-որ անծանոթ մարդիկ, անծանոթ դեմքեր, մարդկանց ինչ-որ ուղղություններով, անհայտ նպատակներով չառաջնորդվեն։ Խնդրեմ բան էիք ասում։ Պարոն Փաշինյան, հնարավոր է դարձյալ գնդի տարածք հնարավոր լինի գործել պայմանավորված։ Ես ամեն ինչ կանեմ, որ հնարավոր լինի, բայց այս անգամ հնարավոր չէ։ Տղեկ որտից գիտեք, տղեկ։ Ով։ Տղեկ որտից գիտեք։ Ինֆորմացիա է գալիս։ Ճանապարհ տվեք։ Ես